Տեսնում եմ արդեն մանկականում ներգրավում եք եկեղեցու անդամներին, որ դաստան շատ լավ է, այսի լավ փորձառություն է ու լավ կլինի, այսենց առիթ ունենանք ու երբ որ մեր մանկականի պատասխանատուները հանկարծ ձեզ մոտենան ու խնդրեն, որպեսզի դասը պատրաստեք, չմերժեք, այլ դուք էլ պատրաստ եղեք խոսքը պատրաստելու եւ փոխանցելու, որտեվ լավ կլինի, որ ամեն մեկս էլ ինչ-որ կերպով ներգրաված լինենք ուսուցման մեջ։ Ուրախ եմ բոլորիդ տեսնելու, անկեղծ, ուրախ եմ նոր դեմքեր տեսնելու, ինչպես որ Քրիստն ասեց, ուրախ եմ հին դեմքեր տեսնելու, բայց իրապես ուրախ եմ, որ մեր հարազատները նորից մեզ հետ են։ Գիտեք, այս կիրակի օրվա պաշտամունքը իրապես լավ առիթ է, որ մենք կարող ենք մոտենալ, նորից մեկս մյուսին տեսնել, Տիրոջը փառավորել, առիթ ու հնարավորություն ունենալ միասին աղոթելու, միասին երգելու եւ սա հրաշալի մի հնարավորություն է, որ Տիրոջից ունենք։ Ու անկեղծ այս հնարավորությունը պետք է ամուր պահենք եւ այս մեկտեղ հավաքվելը չպիտի թողնենք։ Սա պատվերն է, որ Տերն է տվել ու դա աղոթենք, որպեսզի միշտ մեր փափագ ու մեր ցանկությունը լինի միաբանության մեջ Տիրոջը մեծարելը։ Չլինի թե հանկարծ ուղղակի սովորական մի օր լինի, դեմ եւս մի կիրակի է, եւս մի սովորության համաձայն պաշտամունքի պետք է մասնակցենք, չէ, ամեն անգամ, ամեն առիթ աղոթքով պատրաստ լինենք, որտեվ այսօր Տերը մեզ հետ պետք է խոսի։ Երբ որ աղոթում ենք, մենք ենք խոսում Տիրոջ հետ, երբ որ խոսքն ենք կարդում, Տերն է խոսում մեզ հետ, ուստի այն ամեն ինչ որ կքարոզվի, առնենք Տիրոջից ու իրեն ամբողջ փառքը ուղղենք։ Տեր օրհնի բոլորիդ։ Սիրելիներ, այսօր շարունակելու ենք մեր սերտողությունների շարքը ու գիտեք, որ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխին ենք անդրադառնում, բայց մինչ մեր հատվածին անցնելը, վստահ եմ բոլորդ էլ գիտեք, որ մարդկության պատմության ընթացքում, նաև մեր ընթացքում տեսնում ենք, որ տարբեր պետություններ, տարբեր ղեկավարներ ընդունում էին տարբեր օրենքներ, որոնք որ ժամանակի ընթացքում փոփոխության էին ենթարկվում։ Եվ ինչի են փոփոխության ենթարկվում, որտեղ բոլոր մարդկային օրենքները կատարյալ չեն եւ անընդհատ շտկման, ուղղման կարիք են ունենում։ Մի քանի նման օրենքներ եմ առանձնացնել, որոնք որ սենց որոշակի, կասենք նույնիսկ անհեթեթ օրենքներ են։ Օրինակի համար մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Սպարտայում մենակությունը արգելող օրենք կար, ինչի որովհետև ասում էին, որ եթե մարդը առանձնանում է, մենակ է մնում, այդ մենակության ժամանակ կանան մտքեր առաջ գան, որ հանկարծ պետության դեմ ընդվզի կամ պետության դեմ քայլեր անի, դրա համար օրինակի համար մենակության դեմ օրենք ունեին։ Միլետոսում ժպտալն արգելվող օրենք ունեին, դա մեր թվարկությունից 6-րդ դար առաջ էր, Միլետոս քաղաքը ընդունեց օրենք, որտեղ արգելվում էր որոշակի կոնկրետ օրերում ժպտալ, ինչի որտեղ կարծում էին, որ այդ օրերում եթե որևիցե մեկը ժպտա, գուցե անհարգալից վերաբերմունք լինի հետևյալ օրվա հետ կապված։ Դելոս կղզում, որ Հունաստանում էր մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում մահանալն արգելող օրենք կար, այսինքն երբ որ տեսնում են, որ արդեն մարդը մահամերձ է, անպայման պետքա հեռու տանեին այդ կղզուց, որովհետև կարծում էին, որ եթե մարդ մահանա այդ կղզու մեջ, ապա պղծություն կլինի, հետո ժամանակի ընթացքում այդ օրենքը մեղմացվեց, մահանալը կարելի էր, բայց իրավունք չունեին այդտեղ թաղելու, պետքա կղզուց դուրս թաղեին։ Ռուսաստանում օրինակի համար մորուք կրելու արգելք կար, դա 18-րդ դարում, երբ որ Պետրոս առաջին օրոք էր ու Եվրոպայում տենդենսը տեսնելով, ուզում էր, որ ժողովուրդը համապատասխաներ Եվրոպայի ոճին, եւ եթե օրինակի համար տղամարդը ցանկություն էր մորուք կրելու, հատուկ պետքա վճար վճարեր դրա համար։ Եթե նայենք մեր օրերում, օրինակի համար Սինգապուրում արգելք կա ծամոն ծամելու, ինչի որովհետև աղտոտելու են տարածքը շրջակա միջավայրը ու նման օրինակներ շատ կարող են բերել։
եթե նույնիսկ ուսումնասիրեք Բելարուսիայում ընդունված օրենքները ընդհանրապես խենթություն են ծափարել արգելելուց, վերջը 1, 2, 3 հոգու ավել հավաքվելուց։ Նայեք, նման օրինակները ցույց են տալիս մարդկային օրենքների ցույլ կամ անկատար լինելու մասին, եւ որոնք որ անընդհատ կարիք ունեն փոփոխվելու, կարիք ունեն նորացվելու։ Երբ որ խոսքը գնում եմ Աստծո տրված օրենքների պատվերների մասին, Աստծո տրված օրենքներն ու պատվերները բխում են իր էությունից եւ հետեւաբար կատարյալ լինելով անփոփոխ են եւ փոփոխության կարիքը չունեն։ Ու այսօր հենց խոսելու ենք Աստծո կատարյալ օրենքներից, որոնք որ հենց բխում են Աստծո ով լինելուց։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ, կընթերցենք 33-ից 48 համարը, բավականին մեծ հատված է, հույսով եմ կհասցնեմ այսօր այս ամբողջ հատվածը նայելու, բայց եթե ժամանակի սղության պատճառով չհասցնենք, մյուս կիրակ, երբ որ առիթը կլինի, կշարունակենք այս թեման։ Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ, ընթերցելու ենք 33-ից 48 համարները։ Դարձյալ լսել եք, թե ինչ ասվեց նախկիններին, սուտ մի երթվիր, բայց կատարիր այն, ինչ երթվել ես Տիրոջը, սակայն ես ասում եմ ձեզ, բնավ մի երթվիր, ոչ երկնքով, քանի որ այն Աստծո գահն է, ոչ երկրով, քանի որ նրա ոտքերի պատվանդանն է, ոչ Երուսաղեմով, որ մեծ թագավորի քաղաք է, ոչ էլ քո գլխով երթվիր, որովհետև մի մազь անգամ չես կարող սպիտակ կամ սև դարձնել։ Ձեր խոսքը թող լինի այոն, այո, եւ ոչը ոչ, սրանից ավելին չարից է։ Լսել եք, թե ինչ ասվեց, աչքի դիմաց աչք եւ ատամի դիմաց ատամ։ Բայց ես ասում եմ ձեզ, չարին հակառակ մի կանգնիր, այլ ով քո ծնոտին աջ կողմին ապտակի, մյուս կողմն էլ նրան դարձրու։ Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ, շապիկդ էլ առնել, բաճկոնդ էլ տուր նրան։ Եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկու մղոն էլ գնա։ Ով քեզանից խնդրում է, տուր, ով քեզանից ուզում է փող առնել, երես մի դարձրու։ Լսել եք, թե ինչ ասվեց, պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես թշնամուդ։ Բայց ես ասում եմ ձեզ, սիրեք ձեր թշնամիներին, օրհնեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթեք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի Աստծո որդիներ լինեք ձեր հոր, որ երկնքում է, որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է եւ չարերի եւ բարիների վրա։ Ու անձրև է բերում եւ արդարների եւ անարդարների վրա, որովհետեւ եթե ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձք ունեք, չէ որ մաքսավորներն էլ նույն են անում։ Եվ եթե ողջունեք միայն ձեր եղբայրներին, ինչ ավել բան արած կլինեք, չէ որ հեթանոսներն էլ նույնն են անում։ Ար դուք կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Ամեն։ Տեսեք, արդեն խոսեցինք, որ Տիրոջ պատվերները, Տիրոջ օրենքները ցույց են տալիս նրա էությունը կամ բխում են նրա ով լինելուց։ Հետևաբար այն բոլոր պատվերները ու օրենքներն Աստծո խոսքը շատ հստակ ասում է բարի է, ինչու որովհետև կատարյալ Աստծուց են դուրս եկել։ Եկեք աղոթենք, որպեսզի Տերը իրապես այս խոսքից տա այն ճշմարտությունը, ինչ որ մենք պետք է սովորենք։ Աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալի այս գեղեցիկ օրվա համար եւ շնորհակալ ենք ով Հայր, որ քո առաջ ենք։ Շնորհակալ ենք, որ հնարավորություն ենք քեզ մեծարելու, քեզ պաշտելու։ Աղոթում ով Տեր, որ խոսես մեզ հետ եւ խոսքդ հայտնելով, քո կամքդ հայտնելով, օգնես, որ կամքիդ հնազանդվենք, այո եւ ամեն ասենք եւ քեզ փառավորենք մեր ողջ կյանքի ընթացքում։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Տեսեք, նույն Մատթեոսի ավետարանում մի քանի համարներ վերև կհիշեք, Հիսուս Քրիստոս շատ հստակ ասեց, որ ես եկա, որպեսզի օրենքը պահեմ, այլ ոչ թե օրենքը ինչ անեմ, խախտեմ, ջնջեմ, այսինքն չեկա, որպեսզի օրենքը փոխարինեմ կամ օրենքը չեղյալ հայտարարեմ, այլ եկա ամբողջությամբ կատարելու։ Ինչու, որովհետև այդ օրենքը բխել էր Աստծուց, եւ Հիսուս Քրիստոս պետքա լիներ այն կատարյալ օրինակը, որ կատարելապես այդ օրենքը պահեց։ Բայց ինչ խնդրի առաջ էր կայնել Հիսուս Քրիստոս որպես Մեսիա, որպես Թագավոր։
Երբ որ եկել էր երկրից վրա, տեսել էր, որ փարիսեցիները, դպիրները օրենքը ինչ էին արել, ծռել էին, փոխել էին իրենց սովորությունների համաձայն, իրենց հարմարության համեմատ, եւ Հիսուս որպես թագավոր, որպես Մեսիա եկավ, որպես ինչ անի, օրենքը ուղղի, շտկի ճիշտ մեկնաբանությունը տա, որպեսի ցույց տա նպատակը, թե ինչի համար էր Աստված ընդհանրապես այս բոլոր օրենքները տվել։ Եվ այսօր կխոսենք այդ պատվերներից 3-ի մասին, որոնք որ հենց բխում են Տիրոջ ով լինելուց։ Առաջինը, որ մենք պետքա շատ հստակ սա մեզ համար սկզբունքային լինի, խոսենք միայն ճշմարտությունը։ Մենք որպես Տիրոջ հավատացյալներ, մենք որպես քրիստոնյաներ պետք է խոսենք միայն ճշմարտությունը։ Իսկ գիտեք ինչու՞, որտեղ Աստված ինքն է ճշմարտություն։ Աստված ինքն է ճշմարտություն եւ ամեն խոսք ինչ որ իրենից է դուրս եկել, ճշմարտություն է եւ ոչ մի սուտ բան չկա Աստծո մեջ։ Իսկ ամեն սուտը, կեղծիքը ումից է բխում, ումից է գալիս, սատանայից։ Հովաննես 8:44 համարի մեջ Հիսուս շատ հստակ այս հասկացողությունն է տալիս 8:44։ Ձեր ունեցած հայրը սատանան է, իսկ ձեր հայրը ցանկանում է այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է ինչ անում, արտահայտում, որովհետև ստախոս է եւ կեղծիքի հայրն է։ Այսինքն այն ամեն ինչ որ դուրս է գալիս սատանայից, ցույց է տալիս նրա ով լինելը։ Դրա համար նույնպես եւ մենք, երբ որ մենք ճշմարտությունն ենք խոսում, մենք ասում ենք, որ ումից ենք, ով է մեր հայրը, Աստված։ Բայց եթե ճշմարտությունից դուրս ենք խոսում, ուրեմն ցույց ենք տալիս, որ կարծես թե մեր հայրն ով է, Սատանան է, մեղք են գործում։ Դրա համար պետք է շատ զգուշ լինենք, ինչ խնդիր կար։ Երթվելը կամ երթում ուտելը 33 համար ուզում եւս մեկ անգամ կարդալ։ Ասում է դարձյալ լսել եք, հիշում եք, չէ՞ որ ասում, երբ որ ասում է դարձյալ լսել եք, ոչ թե խնդիրը օրենքի մեջ էր, այլ փարիսեցիների ու դպիրների մեկնաբանության մեջ էր, իրենց սովորացրածի մեջ էր։ Դարձյալ լսել եք, թե ինչ ասվեց նախկիններին։ Սուտ մի երթվիր, բայց կատարիր այն ինչ երթվել ես Տիրոջը։ Խոսքը կամ մեջբերումը կատարված է Ղևտացոց 19:12-ից կամ երկրորդ օրինաց 23:21-ից։ Հիմա տեսեք, ընդհանրապես, երբ որ մենք ուսումնասիրում ենք 5 գտականը, տեսնում ենք, որ երթումը ընդունված էր եւ դրա հետ կապված որևիցե խնդիր չկար։ Անկամ կարդում ենք, որ Աստված ինքը երթում կերավ ինքն իր անունով եւ հետեւաբար չեն կարող ասել, որ երթումը մեղք է կամ այն տեղ չունի։ Ինչու՞մն էր խնդիրը։ Առհասարակ Աստված տեսնելով, որ մարդկության մեջ մեղքը մտավ, կասկածը մտավ, Աստված թույլ տվեց, որպեսզի մարդիկ երթում ուտելով միայն Աստծո անունով եւս մեկ անգամ հաստատեն իրենց ճշմարիտ խոսքը, եւ սա ծայրահեղ դեպքերում էր օգտագործվում։ Եվ այն ամեն ինչ որ երթումով արված էր, շատ հստակ այդ մարդիկ պետքա իրականություն դարձնեին, կատարեին։ Ինչ ենք տեսնում ժամանակի ընթացքում, որ մարդիկ անում են։ Վերցնում են այդ երթումը եւ սկսում են տեղի ու անտեղի օգտագործել ոչ միայն որպեսի ճշմարտությունը իրականություն դառնա, այլ որպեսի իրենց սուտը հաստատվի, որպեսի իրենց սուտը համենվի կարծես երթումով, որպեսի դիմացինին ել ավելի հեշտ խաբեն։ Սա էր խնդիրը, որ ուղղակի մարդիկ տեղի անտեղի օգտագործում էին երթումը ամեն ձևերով։ Ճիշտ է, շատ դեպքերում փարիսեցիները կարծես թե խելացի գտնվելով Աստծո անունը չէին օգտագործում, օգտագործում էին տարբեր միջոցներ, տարբեր կերպեր։ Ու օրինակի համար այն աստիճան էր այս ամեն ինչը սենց խեղաթյուրվել, որ Հիսուս Քրիստոս շատ խիստ է խոսում իրենց հետ, նույն Մատթեոս 23-րդ գլուխ 16-ից 22 համարն եմ ուզում կարդամ ու խնդրում եմ փորձեք հասկանալ կոնտեքստը, փորձեք հասկանալ թե ինչ իրավիճակում էր գտնվում ժողովուրդը, ինչու եմ ասում ժողովուրդը, որտեղ փարիսեցիները ովքեր էին ժողովրդի համար, հոգևոր կրոնականներն էին։ Նրանք էին, ովքեր որ ճշմարտությունը պետքա փոխանցեն եւ ուշադրություն դարձեք, իրանք ինչ վիճակում էին գտնվում ու Հիսուս ինչ է ասում իրենց։ 23:16-ից 22 համարներն եմ ուզում ընթերցեմ։ Վայ ձեզ, գույր առաջնորդներ,
որ ասում եք, թե ով երթվում է տաճարով, հոգ չէ, բայց ով տաճարով ոսկով է երթվում, պարտական է, ուշադրություն դարձրեք։ Ով երթվում է տաճարով, էական չի, բայց ոսկով հանկարծ ու հանկարծ չերթվեք, որտեղ պարտական եք։ Շարունակությունը, անմիտներ ու կույրեր, ինչն է ավելի մեծ, ոսկին, թե տաճարը, որ սրբագործվում է ոսկին, սրբացնում է ոսկին։ Նաև ասում եք, ով երթվում է զոհասեղանով, հոգ չէ, բայց ով երթվում է ընծայով, որ զոհասեղանի վրա է, պարտական է։ Նորից ուշադրություն դարձեք գնահատականը։ Կույրեր, ինչը ավելի մեծ, ընծան, թե զոհասեղանը, որ սրբագործում է ընծան։ Արդ ով երթվում է զոհասեղանով, երթվում է նրանով եւ այն բոլոր բաներով, որ նրա վրա են։ Տաճարով երթվողը երթվում է նրանով եւ նրա մեջ բնակվող։ Երկնքում երթվողը երթվում է Աստծո աթոռով եւ նրա վրա նստողով։ Ուշադրություն դարձեք, հոգեվոր առաջնորդներ իրենց խոսակցության մեջ բերել են այս անհեթեթությունը։ Հիմա ուշադրություն դարձեք, այս ցանկի մեջ գլուխը, ընդհանրապես քո գլխով երթվելը ամենայն ցածր կամ անիմաստ կարծես երթումն էր, որ հանգիստ կարայր երթվայր եւ անցներ գնար։ Եվ նման ձևով ինչ էին անում, մեկնաբանում էին ու սովորացնում էին մարդկանց։ Ու դրա համար Հիսուս եկավ եւս մեկ անգամ շատ հստակ շտկելու։ Սուտը որևիցե մեկ կերպ մեր կյանքում պետքա տեղ չունենա։ Որևիցե կերպով պետքա տեղ չունենա։ Եվ դրա համար ինչ է ասում 34-36 համարներ ասում է, սակայն ես ասում եմ, ես անցած անգամ սրա վրա ուշադրություն չդարձեցի, բայց ուզում եմ ձեր հիմա ուշադրությունը սևեռեք սրա վրա։ Եթե ուշադրություն դարձեք հունագրի բնագրի մեջ, հետևյալ կերպով է ես ասում եմ, կարդում ենք այս ձև ego de lego։ Հիմա հունարեն բայերի մեջ արդեն իսկ դեր բայերը ներկա են, այսինքն երբ որ դուք վերցնում եք հունարեն բայը, բայի վերջավորությունը եւ բայի կառուցվածքը ձեզ հուշելու է, թե ինչպիսի դերբա է ինքն իր մեջ պարունակում։ Հայերենի մեջ մենք էլ նույն հասկացողությունն ունենք։ Օրինակի համար ուտում եմ, հասկանալի է, որ իմ մասին է ես կամ դու ուտում ես։ S-ը մատնանշում է կամ ցույց է տալի, որ դու բառը կա, բայց հայերենի մեջ նորմալ է, երբ որ մենք օգտագործում ենք ես, դու, նա արտահայտությունը։ Հունարենի մեջ դրա կարիքը չկա, ինչի, որտեվ բայը ինքնին արդեն իր մեջ այդ դերբայը պարունակում էր։ Ու երբ որ Հիսուսն ասում է ego, այսինքն ես, ստացվում է կրկնակի կարծես ես ինչ եմ անում, ասում եմ եւս մեկ անգամ մատնանշելով կամ ուղղորդելով, որ այնինչ որ ասում էին, հիմա իմ ասածը առավել է, կարևոր է եւ պետք է ուշադրություն դարձնեք։ Ընդհանրապես, եթե նոր կտականում հանդիպում եք դերբայը եւ դրանից հետո բայը, նշանակում է, որ շատ հստակ ուզում էր շեշտվել, թե ով է խոսնակը, ով է ասում եւ ինչ է ուզում ասել։ Եվ Հիսուս դրա համար առանձնացնում է եւս մեկ անգամ շեշտելով, որ հիմա ով է ասում, ես եմ ասում։ Դրա համար ասում է, սակայն ես ասում եմ ձեզ բնավ մի երթվեք։ Տեսեք, սա ոչ թե զուտ ուղակի մերժում է ցանկացած տեսակի երթման, այլ սա այդ կոնտեքստի մեջ այդ սուտ երթումը, այդ սուտ անիմաստ խոսքերը ինչ արեք, հեռացրեք ձեր մեջից։ Ու դրանից հետո ներկայացնում է կամ 4 հիմնական երթման առարկաները, որ մարդիկ օգտագործում են։ Ասում ոչ երկնքով, ինչու, քանի որ այն Աստծո գահն է, ոչ երկրով, քանի որ նրա ոտքերի պատվանդանն է, ոչ Երուսաղեմով, որ մեծ թագավորի քաղաք է, ոչ էլ քո գլխովդ, ասեմ, որ էսի ըստ իրենց տրամաբանության կարևորությունից իջնում էին դեպի ավելի ցածր կարևորը։ Ոչ էլ գլխովդ երթվիր, որտեվ մի մազ անգամ չես կարող սպիտակ կամ սև դարձնել։ Արդյունքը ինչ է ասում, այս ամեն ինչի կիրառությունը կամ սկզբունքը ինչ պետք է լինի մեր կյանքում։ 37 համարը։ Այս ամենից հետո Հիսուս տալիս է այդ գործնականում, թե ինչպես պետք է վարվենք։ Ձեր խոսքը թող լինի այոն, այո, եւ ոչը ոչ, սրանից ավելին չարից է։ Հիմա ցավով եմ ասում մեր երիտասարդության մեջ, եթե սկիզբը մենակ տղաների մոտ էր, առավոտից իրգուն հորս արև, մորս արև կներեք էլի այս արտահայտության համար, բայց սա իմ համար զզվելի է դարձել։ Ինչի որտեվ մարդիկ այդ խոսքը փաթաթան են դարձրել։
Ու արդեն իսկ իրանց խոսքը այնքան են արժե զրկել, որ եթե հանկարծ այդ արտահայտությունը չանեն, դիմացինը նույնիսկ չի հավատա։ Հասկանում եք։ Դրա համար շատ հստակ Հիսուս էս բաժանումն է ասում, մի օգտագործեք։ Թող ձեր այոն այո լինի ու կարիքը չունենաք երթվելու, եւ ոչը ոչ լինի։ Եվ սրանից ավել ինչ որ բաներ ենք փորձում, վկաներ ենք մեզ փորձում բերել մեր խոսքին։ Սա արդեն չարից է։ Այսինքն դուք այնքան հեղինակություն չունեք, այնքանը ձեր խոսքը հեղինազրկված, որ եթե երթում չուտեք, ուրեմն ձեր խոսքը որևիցե արժեք չունի։ Դրա համար առավել երիտասարդներ ջան, խնդրում եմ ձեզ, հանկարծ ու հանկարծ ձեր այս միտքը կամ ձեր լեզուն էսանով չպղտորեք, ինչի, թող որ ձեր խոսքը, ձեր այոն այո լինի եւ ոչը ոչ։ Շատ հստակ լինի ձեր համար եւ ձեր շրջապատող մարդկանց համար, որ սա ձեզ համար սկզբունքային է։ Ու ցավում եմ ասում, որ նույնիսկ հիմա նկատում եմ, որ շատ աղջիկներ են այս նույն խնդրի մեջ ընկած։ Աղջիկներն են արդեն երթվում ու գիտեք, արդեն ուշադրություն էլ չեն դարձնում այդ ամեն ինչին։ Ուղղակի դարձել է կարծես խոսքի ինչ որ մի արտահայտման ձև, բայց այնինչ այս ամեն ինչը ինչ է անում, ցածրացնում է, արժեզրկում է մարդկային ձեր ուղղակի խոսքը, ձեր խոսքը ուղղակի արժեք չունենում։ Հակոբոս 5:12 համարը նույն ձևով Հակոբոսը նույն արտահայտությունն է անում։ Ամեն բանից առաջ եղբայրներ մի երթվեք, ոչ երկնքով, ոչ երկրով եւ ոչ էլ ուրիշ մի երթումով, բայց ձեր այոն այո լինի եւ ոչը թող ոչ լինի, որ դատաստանի տակ չընկնեք։ Պարզ է, հստակ է։ Սա էր խնդիրը, որի մեջ որ պարփակված էր Երուսաղեմում Իսրայելը, մարդիկ, փարիսեցիները, դպիրները, իրանք իրանց համար կարծես բաներ էին գտել, հնարավորություն էին գտել սուտ խոսալու, նույնիսկ երթում անելու, բայց դրանից հետո որպեսի որևիցե պատասխանատվություն չկրեին, ու էսի կեղծ բանավեճ էր գնում։ Ինչով երթվել կարելի է, ինչով երթվել չի կարելի, որի դեպքում պետք է կատարես, որի դեպքում պարտադիր չի կատարես։ Ու այս քննարկումը գնում էր փարիսեցիների մոտ։ Դրա համար Հիսուս շատ հստակ ուղղում է, շտկում է ու ասում է, որ մենք որպես իր զավակներ պետք է խոսենք միայն ինչը ճշմարտությունը։ Հիմա դուք կարող եք ուրիշ մի բան ասել, լավ դեպքեր կան, որ ուղղակի ճշմարտությունը եթե ասես, մարդուն լուրջ վտանգ կարա սպառնի։ Օրինակի համար երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ գերմանացիները փնտրում էին հրեաներին, շատ մարդիկ այն որ սուտ էին ասում ու ասում էին, որ օրինակի համար ես որևիցե հրեա չեմ պահում, այդ դեպքում ինչպես վարվել։ Հիմա տեսեք, խնդիրն ինչումն է։ Մենք շատ հստակ պետք է հասկանանք մի իրականություն։ Սուտ խոսելը մեղք է եւ Աստծո կողմից անընդունելի է։ Մարդասպանությունը նույնպես անընդունելի է եւ մեղք է։ Որն է ավելի մեծ հետևանք ունենում։ Մարդասպանությունը, ճիշտ է։ Հետևաբար, երբ որ ես ստում եմ, նույնիսկ որպեսի մարդու կյանքը փրկեմ, ես պետք է հասկանամ, որ այնուամենայնիվ է սուտը Աստծո առաջ հաճելի չի։ Ես սա պետք է հասկանամ ու պետք է ազնիվ լինեմ, որ Տեր Աստված, ես ուզում եմ ճշմարտությունն ասեմ, ես հասկանում եմ, որ սուտը սուտ է, բայց այնուամենայնիվ այս իրավիճակում ես ինչ եմ անում, ընտրում եմ այս մարդու կյանքի փրկությունը։ Դրա համար նորից նույնիսկ այս իրավիճակներում մենք պետք է հասկանանք, որ սուտը մնում է սուտ։ Կիսատ ճշմարտությունը, կիսատ խոսքերը, այս ամեն ինչը Աստծուն հաճելի չեն։ Դրա համար մեր կյանքում պետք է շատ հստակ ճշմարտությամբ առաջնորդվենք։ Ինչի, որովհետև մեր հայրը ինքն է ճշմարտություն եւ ակնկալում է, որ մենք բոլորս էլ այդ ճշմարտության մեջ քայլենք ամեն իրավիճակներում։ Եվ այո, պետք է աղոթենք, որպեսզի Տերը մեզ իմաստություն տա եւ կարողություն տա այս շրջանակներում քայլել։ Հիմա, երբ որ նաև այս համարները մեկնաբանում են, կան որոշակի ծայրահեղ մոտեցումներ, որոնք որ օրինակի համար արտահայտվում են հետևյալ կերպով, որ գրված ասում է մի երթվեք, առանց կոնտեքստի ուղղակի վերցնում են դուրս ու ասում են ուրեմն բանակում երթվելը չի կարելի, անօրինական է։ Կամ օրինակի համար դատարանի առաջ երթվում են, որ միակ ճշմարտությունն են ասում, այս մեջբերումն անելով ասում են, որ տեսեք, մեզ Աստծո խոսքն ասում են ընդհանրապես մի երթվեք։ Հասկացեք, որ կան իրավիճակներ, որը որ երթումը ընդունելի է, նայեք նոր կտականում Պողոս առաքյալը ինքը երթվեց, Հռոմեացի նամակի մեջ է ասում, Հիսուս Քրիստոս իր խոսքի մեջ երբ որ ասում է ճշմարիտ ասում եմ ձեզ, տեսեք, կարիքը չունի Հիսուս այդ ամեն ինչը ասելու, բայց սա եւս մեկ անգամ ուզում է, որ մենք մեր ուշադրությունը դարձնենք խոսքի կարեւորությանը։ Այնպես չէր, որ եթե այդ արտահայտությունը չաներ, Հիսուսի խոսքերը քիչ կարևոր էին կամ
ոչ ճշմարիտ էին։ Չէ, սա մեզ համար է։ Եվ այո, դեպքեր են լինում, որ մենք ստիպված ենք լինում երթում ուտելու։ Սա ծայրահեղ դեպքերն են։ Բայց այդ դեպքերում պետք է մենք շատ հստակ հասկանանք ու մարդիկ էլ մեզ պետք է հասկանան ու տեսնեն, որ սա, եթե ես անում եմ, սա ուզում եմ եւս մեկ անգամ հստակ մատնանշել, ինչի որ կարևորությունը խոսքից, որտեվ ես իմ այոն միշտ այո է եղել եւ իմ ոչը միշտ ոչ է եղել, հասկացաք։ Եվ լինում են այո դեպքեր, որ օրինակի համար դատարանի առաջ կամ բանակի առաջ, երբ որ երթում են ուտում, սա չի հակասում հետևյալ խոսքին, այլ պետք է կոնտեքստի մեջ նայենք եւ հասկանանք ինչա Հիսուս հետևյալ խոսքերն ասում։ Երկրորդը, մենք պետք է վրեժխնդիր չլինենք։ Վրեժխնդիր մի եղեք։ Ինչու? Որտեվ վրեժխնդրությունը Աստծունն է եւ Աստված արդար դատավոր է։ Եկեք կարդանք 38 համարը։ Լսել եք, թե ինչ ասվեց, ուշադրություն դարձեք նույն ձևա Հիսուս կառուցում, նորից հետ է վերադարձնում փարիսեցիների դպիրների ուսուցմանը, աչքի դիմաց աչք եւ ատամի դիմաց ատամ։ Տեսեք, երբ որ նայում ենք ընդհանրապես 5 կտականը, ասեմ, որ այս սկզբունքը նաև ոչ միայն հանդիպում ենք 5 կտականում, այլ նաև կային հին ազգեր, որոնք որ այս սկզբունքը դարձել է իրենց սահմանադրության մեջ։ Այս օրենքը ինչ որ տրված էր որպես արդարության չափանիշ, սահմանափակում։ Ինչ է նշանակում սահմանափակում։ Մարդկային մեղքը, մարդկային վրեժխնդրությունը ուզում է ինչ ավելին։ Դրա համար Աստված այստեղ սահմանափակում ասում է, եթե աչք կա, աչքի դիմաց պետք է աչք լինի։ Այսինքն դրանից առավել իրավունք չունես։ Ատամը, ատամի դիմաց պետք է ատամ լինի, ոնց ցանկը շարունակվում է։ Բայց ինչու՞մն էր խնդիրը։ Մարդկային էությունը նորից ձգտում էր ինչին, իր անձնական վրեժխնդրությանը, ու մարդիկ վերցնում էին այս օրենքը անձնական վրեժխնդիր լինելու համար օգտագործում էին որպես գործիք։ Օգտագործում են, որ տեսեք, այս ձևա գրված, ուրեմն ես օրենքով իրավունք ունեմ, նույնիսկ ես ամեն ինչը բրթելու, իմ վրեժխնդիր լինելու, իմ ցանկությունը կատարելու, իմ արդարությունը իրականություն դարձնելու։ Երբ որ մարդկային արդարությունն առաջ բրթվում, այնտեղ արդեն Աստծո արդարությունը տեղ չունի, հասկանում եք։ Դա համար Հիսուս բերում է եւ դրանից հետո ինչ է անում, խոսքի մեկնաբանությունն է բերում, փորձում է այն օրենքը ինչ որ կար, մեկնաբանի ավելի խորքը ցույց տա։ Նորից, բայց ես ասում եմ ձեզ, հույների համար սա կրկնակի ասում էր ոնց որ ես ասում եմ ձեզ, լսեք ուշադիր։ Չարին հակառակ մի կանգնիր, այլ ով քո ծնոտի աջ կողմին ապտակի, մյուս կողմն էլ նրան դարձրու։ Ասեմ, որ նորից այս հատվածը այնքանը շահարկված, թե հավատացյալների կողմից, թե անհավատների կողմից, որ շատ դեպքերում մարդիկ ուղակի այս համարը օգտագործում էին ասելու, տեսեք քրիստոնյաները անողնաշար են, չունեն որոշակի կամք, կամազուրկ անձնավորություններ են։ Այնինչ այս խոսքը ընդհանրապես սրա մասին չի խոսքը գնում։ Նորից պետք է հասկանանք այս ընդհանուր կոնտեքստի մեջ, ընդհանուր վրեժխնդրության կոնտեքստի մեջ։ Երբ որ խոսքը գնում է ապտակին, ու նույնիսկ երբ որ ասում է աջ այդի ապտակին, հակառակ կողմով ապտակի մասին խոսքը գնում, այսինքն աջ ձեռքով դու հակառակ ապտակ էիր հասցնում։ Սա ոչ թե ֆիզիկական ինչ որ ծեծելու մասին է խոսքը գնում, այլ անարգանք ցույց տալու մասին էր, այսինքն դու նվաստացնում ես այդ անձնավորությունը եւ խոսքը ստեղ քո եսի մասին էր խոսքը գնում։ Եթե վերցնենք ծառաների հետ կապված կամ ուրիշ մարդկանց, այդ մարդիկ էլ ավելի մեծ ուրախությամբ, այդպես ասած, ծեծը կհանդուրժեին, քան թե ինչը նվաստացումը։ Եվ դրա համար Հիսուս երբ որ խոսում է սրա մասին, խոսում է, որ եթե դու քո անձդ ուրացել ես, մի գնա այդ կարծես քո այդ եսի, քո այդ անվան, եթե նույնիսկ ինչ որ ամբարիշտ մեկը ինչ է անում, նվաստացնում է քեզ, փորձում է այնպես անել, որ դու իր մակարդակին իջնես, անձնական վրեժխնդրության մեջ մի մտի այդ հասկացողության մեջ։ Ինչի որտեվ Հիսուս Քրիստոսին ինչ արեցին։ Անարգանք ցույց տվեցին, թքեցին էլ, հարվածեցին էլ, ինչ ասեցին։ Նույն ձևի վրեժխնդիր եղավ, իր արդարությունը փնտրեց, ման եկավ, ասեց այս ձև եք անելու, այս ձև, չէ, հակառակը նույնիսկ ինչ էր անում,
աղոթքեր անում, ասում էր Տեր ներիր, որովհետև չեն հասկանում ինչ են անում, չեն հասկանում իրանց միտքը, ուրիշ բանով զբաղված, իրանք չեն հասկանում, ստեղ իրաց եսի հարցն էր, հասկանում եք։ Եվ շատ դեպքերում մեր եսը, երբ որ գլխի է կանգնում, մենք ուզում ենք մեր վրեժխնդրությունը մինչև վերջ կատարենք։ Ինչի որտեղ իմ անվանն են կպե, հասկանում եք։ Մի անգամ, երբ որ Ուկրաինայի սովորում, չեմ հիշում ինչ խոսակցություն էր գնում, մի հովիվ կար, ու ասեցի էլի դե ասեցի մենք հայերս մի քիչ տաքարյուն ենք էլի, մի քիչ մեր մոտ ուրիշ ձև է, ասես ճիշտ ասած չեմ հասկանում ասածդ, որտեվ եթե մեռել ես Քրիստոսի համար, մեռել ես քո անձի համար, ինչ տաքարյունություն կամ ընդհանրապես բնավորության գիծ կամ այդ եռանդը ինչ կապ ունի դրա հետ։ Ու իրականում սա մտածելու առիթ տվեց, ինչի որտեվ մենք մեկ ինքներս մեզ արդարացնում ենք, ասում ենք դե մենք հայերս մի քիչ տաքարյուն ենք, մենք հայերս մի քիչ դե ուրիշ բնավորության տեր մարդիկ ենք, հասկանում եք։ Ու այս ամեն ինչը որոշ առումով կարծես արդարացում է դառնում մեր անձնական վրեժխնդրության։ Մենք իրավունք չունենք ուղակի ինչ անելու, չարին տեղի տալու։ Հավատացնում եմ ձեզ դեպքեր են լինելու, որ ձեզ ուղիղ սադրելու են, որպեսզի դուք նման ձևով պատասխանեք, ու իրանք խնդիր չունեն։ Իրանք այդ միջավայրում են ապրում, բայց դրանից հետո մատնացույց են ասելու, չեն ասելու, ասել են դուք չեք, ես չեք քրիստոնյաները, հասկանում եք։ Սա մի անգամ չի եղել, երկու անգամ չի եղել, որ ուղիղ մարդիկ նվաստացրել են, փորձել են ինչ-որ կերպով քրիստոնյա ով լինելու հետ ինչ անել, խաղալ։ Եվ եթե մենք թույլ տանք այս ամեն մեկին իրանց հավասար պատասխան տալու, մենք ուղղակի շեղվելու ենք եւ նույնիսկ այս մարդկանց համար չենք էլ կարողանալու աղոթող լինենք։ Հիմա դրանից հետո Հիսուս անդրադառնում է որոշ գործնական իրավիճակների 40 համարը։ Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ եւ շապիկը առնել, բաճկոնը տուր նրան։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Այն ժամանակ մարդիկ ընդհանրապես երկու տեսակի հագուստ ունեն։ Հագուստ, որը որ վրայից էր գցվում, եւ հագուստ, որը որ ներքին որպես հագուստ էր։ Հիմա այստեղ թարգմանված է որպես շապիկ եւ բաճկոն։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Երբ որ ստեղ ասում մեկը ցանկանա քեզ դատի տալ, դա նշանակում է, որ այնպեսի մի իրավիճակ է հայտնվել, որ դու գումար ես պարտք, եւ այս մարդը քեզ դատի է տալի, գումարի տեղը պետք է ինչ անես, շապիկը հագուստդ ուզում է։ Սա օրինական պահանջ է դիմացինի կողմից։ Հիմա Հիսուսն ասում է նույնիսկ եթե եկել այս իրավիճակին, ուզում է այդ շապիկը թանի, ինչ արա, բաճկոնը տել այդ վերին շորը տել տուր։ Գիտեք, հետաքրքիր էր օրենքի մեջ գրված էր, որ 5 տականում, որ օրինակի համար այդ բաճկոնը երեկոյան պետքա հետ վերադարձվեր։ Ինչ որտեվ ասում է դա միակ ծածկոցն է, որով որ ինքը պետքա ծածկվի։ Այստեղ Հիսուս ուղղակի ուզում է ցույց տա, որ նույնիսկ այս շրջանակում, եթե պարտական ես, այնպես արա, որ մաքսիմում նույնիսկ էս է ուզում, էս էլ տուր։ Այստեղ խնդիրը այն է, որ օրինական պահանջ կար, դու պարտք էիր գումար ես մարդուն, ու մարդը դատի է տանում, ու սա նման ձևով դու ինչ ես անում, քայլ ես անում։ Քայլ ես անում, որ ես պատրաստ եմ այն ինչին, որ կարծես պարտք էի կրկնակին տալու, ավելին տալու, որտեվ ես ուզում եմ Աստծո ու մարդկանց առաջ ինչ լինել, ուղիղ լինել։ Երկրորդ իրավիճակը, եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկու մղոն էլ գնա։ Սա ինչ իրավիճակ է։ Այն ժամանակ ռոմեական կայսրության տակ գտնվողներին, եթե զինվորները հրամայում էին դիմացինին, մեկ մղոն օրենքով դու պարտավոր էիր այդ զինվորի զենքերը կամ վեշը վերցնել ու մեկ մղոն քայլել։ Օրինակի համար, եթե կհիշեք, Հիսուս երբ որ խաչը տանում էր, զինվորներից մեկը Սիմոնին ասեց, արի ու պետքա խաչը տանես։ Սա օրենքի համեմատ էր, այսինքն իրանք իրավունք չունեին մերժելու։ Եվ ուշադրություն դարձրեք։ Ստեղ ասում է օրենքի տակ լինելով քեզ մեկ ասում է մի մղոն հետս քայլի, ինչ արա, պատրաստական եղի երկու մղոն անգամ քայլելու։ Նորից որ ցույց ես տալիս քո, որ դու չես հակառակվում, այսինքն դու օրենքի համեմատ ուզում ես ճիշտ քայլես։ Ստիպում է քեզ մի մղոն քայլել, երկու մղոն քայլի։ Մյուս իրավիճակը, ով քեզանից խնդրում է տուր, ով քեզանից ուզում է փող առնել, երես մի դարձրու։ Ստեղ արդեն լրիվ ինչ ես, ազատ ես։ Եթե այնտեղ պարտական է իր օրենքով գումարը իր պարտական,
Ստե երկրորդը պարտական են բոլորը տարբեր իրավիճակում զինվորը քեզ խնդրում է որպեսզի դու այդ գործը անես, երրորդ իրավիճակում դու ինչ ես, լրիվ ազատ ես։ Բայց նույնիսկ լրիվ ազատ լինելու մեջ Հիսուսը ինչ է անում։ Ասում է այնով որ կարիք ունի, կարիքավորին տուր։ Նորից սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ ինչ որ ձեզանից ուզում են տվեք, չէ։ Իմաստությամբ մենք պետքա վարվենք, որտեղ եթե բոլորին տակեն ինչ որ ուզում են, շատ դեպքերում այդ իրենց վնաս է տալու։ Ինչի որտեվ նույնիսկ դուրսը շատ մարդիկ կան, որ մոտենում են ինձանից գումար են ուզում կամ բան են ուզում, հարցում ինչի համար է։ Եթե ասում են հացի կարիք ունեն, ասում եմ արի գնանք ես սիրով քո համար այդ հացը, այդ ամեն ինչը կառնեմ։ Եթե դեղի կարիք են ունենում, ասում եմ եկեք գնանք ես դեղը կառնեմ։ Մեծամասամբ երբ որ ասում եմ արի գնամ հաց առնեմ կամ ուտելիք կամ արի գնամ դեղը առնեմ, մերժում են, ինչի որտեվ խաբում են։ Ալկոհոլի կամ ուրիշ բաների համար են ուզում եւ ես չեմ ուզում դրա մեջ մասն ունենամ, հասկանում եք։ Բայց այնուամենայնիվ երբ որ խոսքը գնում է սրա մասին, ուշադրություն դարձրեք։ Ստեղ չի նշանակում, որ մենք ուղակի, չգիտեմ, մեկն ենք, ով որ սկզբունքներ չունի կամ մեկն ենք, ով որ ինչ ասեն, գլուխներս կախ ուղակի լսում ենք կամ ընդունում ենք։ Չէ, սա ուղակի ողորմություն ցույց տալ է, այն ողորմությունը, ինչ որ մենք ումից ենք առել, Աստծուց ենք առել։ Մի աստվածաբան sense հետաքրքիր խոսք է ասել, ուզում եմ կարդամ, ուշադիր եղեք, տեսեք ինչ ասում։ Անարժաններն են, որ զգացել են թագավորության բարիքները, եւ ինչպես որ նրանք զգացել են անսպասելի շնորհքի զարմանքը, այնպես էլ նրանք նույն կերպ են վարվում իրենց մեջ եղած անարժանների նկատմամբ։ Ուզում եւս մեկ անգամ կարդամ, ուշադիր եղեք։ Տեսեք, ասա անարժաններն են, այսինքն մենք բոլորս մենք անարժան ենք, չէ՞։ Երբ որ պատահական կերպով Տիրոջ շնորհքը ու Տիրոջ ողորմությունը ինչ արեցինք, զգացինք, ստացանք, այդ ժամանակ մենք հասկանում ենք, թե ինչպես պետքա վարվենք, երբ որ մեր շուրջը ովքեր կան, անարժաններ կան։ Այսինքն, երբ որ մենք նման իրավիճակներում ենք հայտնվում, որ կարծես թե մարդը արժանիք որևիցե չունի, նույնիսկ քո հակառակը քայլում, դու հասկանում ես, որ ժամանակին նույն իրավիճակում նաև ով էր գտնվում, ես էի գտնվում։ Ես նույն իրավիճակում եմ գտնվել Աստծո առաջ, ինչ որ հիմա այս մարդը կարծես իմ առաջ է գտնվում։ Դրա համար պետք է Տիրոջից խնդրենք շատ ուժ ու կարողություն, որպեսզի վրեժ խնդրության փոխարեն ինչ անենք, ողորմություն ցույց տանք։ Ու վրեժ խնդրությունը թողենք Աստծուն, դա մերը չի։ Աստված արդար դատավոր է ամեն բանի ժամանակ, Աստված իր ժամանակին պատասխանը տալու է։ Ուզում եմ ընթերցենք առաջի Պետրոս 2-րդ գլուխ 21-ից 24 համարները, ու ստեղ հենց խոսում է սկզբունքի մասին։ Առաջի Պետրոս 2, 21-ից 25։ Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց եւ ձեզ ինչ արեց, օրինակ թողեց։ Մեզ օրինակ թողեց, ժողովուրդ, որ իր հետքերով ընթանանք։ Նա մեղք չգործեց եւ նենգություն չգտնվեց նրա բերանում։ Նախատվելիս նա փոխարենը ինչ էր անում, նախատում էր։ Չէ, չէր նախատում։ Չարչարվելիս սպառնում էր, ասում է չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին։ Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացվեց, որպեսզի մեղքերից հեռանալով արդարության համար ինչ անենք, ապրենք։ Դուք նրա վերքերով բժշկվեցիք, որովհետև մոլորված ոչխարների պես էինք, բայց հիմա դարձանք դեպի ձեր հոգիների հովիվը ու տեսուչը։ Ուրեմն եթե Աստված արդար է, եթե Աստված ողորմած է, վրեժ խնդրությունն իրանն է, ուրեմն ինչ անենք, վարվենք այնպես, ինչպես որ Քրիստոս մեզ այդ օրինակը տվեց։ Մեր անձնական արդարությունը չփնտրենք, մեր անձնական եսը, մեր անձնական ճշմարտությունը մինչև վերջ չտանենք, ժողովուրդ։ Ես հասկանում եմ, որ ներքին եսը ստիպում է մեկ-մեկ։ Ներքին եսը ասում է չէ արդար ես, մինչև վերջ գնա։ Մեր ներքին հին մարդը սա է ակնկալում։ Բայց պայտակ ուղղակի հիշեք, եթե Քրիստոս նույն ձևով մեր նկատմամբ վարվի։ Որևիցե մեկս կենթանի չի մնա։ Ուստի վարվենք ողորմություն ցույց տալը, որտեվ մենք ինքներս ողորմություն ենք գտել։ Երրորդը սիրով վարվեք։ Ինչու՞, որտեվ Աստված սեր է։ 43-ից 48 համարներ ընթերցենք։
Լսել եք թե ինչ ասվեց։ Նորից հետա վերադառնում փարիսեցիների ուսուցում, փարիսեցիների սովորացրած։ Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես թշնամուդ։ Հիմա սա արդեն ոչ թե ուղիղ զուտ մեջբերում է արվում, այլ նրանք հարմարացրել էին ամբողջ պատվիրանը իրանց համեմատ։ Իրանք վերցել էին 5 գտականի պատվերի մի հատվածը, պոկել էին այն եւ օգտագործում էին իրանց տրամաբանության մեջ։ Ինչու? Որտեւ իրանք շատ հստակ հասկանում էին, որ այն ինչ որ օրենքի մեջ գրված է, հետ չի համապատասխանում իրանց ապրելակերպին։ Կարդանք Ղևտացից 19-ից 18, ուզում ուշադրություն դարձեք, թե ինչ բան էին իրանք առանձնացրել, որ հատվածն էին կտրել։ Վրեժխնդիր չլինես եւ քո ժողովրդի զավակների դեմ ոչ ող պահես, այլ քո մերձավորին սիրես քո անձի պես, ես եմ Տերը։ Հասկանում եք, երբ որ ստեղ ասում է պիտի սիրես ընկերոջդ, այն ինչպես պետք է սիրես ընկերոջդ, քո անձի պես ձեռ չէր տալիս։ Խնդիր էր իրանց համար։ Դրա համար այդ հատվածը հանել էին։ Ընդհանրապես պիտի սիրես։ Երկրորդ հատվածը ավելացրել են, որ եթե ուրեմն ընկերոջդ պիտի սիրես, ուրեմն ում պետք է ատես, թշնամուդ պետք է ատես։ Ինչ է կարծում, փարիսեցիները այս օրենքը գիտեին լիարժեք, թե չգիտեին։ Շատ լավ գիտեին։ Նույնիսկ մի անգամ փորձելու համար Հիսուսին մոտենում են, ասում են մեծագույն օրենքը ո՞րն է կամ ո՞նց կարանք անենք, որպեսզի փրկվենք։ Ղուկասի ավետարան 10-րդ գլուխ 25-ից 29 համարն եմ ուզում կարդամ, որպեսզի նորից հասկանաք իրավիճակը։ Եվ ահա մի օրենսգետ, ուշադրություն դարձեք, մեկը, ով որ օրենքի մասնագետ է, ով որ ուսուցանում է ժողովրդին այդ օրենքը, վեր կացավ նրան փորձելու համար ասաց. Վարդապետ, ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Հիսուսն ասաց նրան. օրենքում ինչ է գրված, ինչ ես կարդում։ Տեսեք, Հիսուս ուղիղ չի պատասխանում, այլ իրան է այդ հարցը տալի։ Օրենքը ինչ է ասում։ Դու որպես օրենսգետ, ինչ ես կարդացել կամ ինչ գիտես։ Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ զորությամբ ու քո ամբողջ մտքով։ Հիմա ուշադրություն դարձեք երկրորդ հատվածին, ինչի մասին որ խոսում ենք։ Քո մերձավորին, ինչպես քո անձը։ Եվ նրան ասաց. ճիշտ պատասխանեցիր, այսինքն Հիսուս չի ասում սխալ էր։ Ասում է ճիշտ պատասխանեցիր, դա արա եւ կապրես։ Այստեղ է գալիս իրանց տրամաբանությունը, իրանց մտածելակերպը։ Ինչ հարց է տալիս։ Իսկ նա ցանկանալով ինքն իրեն արդարացնել, Հիսուսին ասաց. իսկ ով է իմ մերձավորը։ Հիմա գրված է անդե մերձավոր։ Այդ մերձավոր բառը կանանք մեկնաբանենք տարբեր ձևերով։ Իմ մերձավորը մենակ իմ ընտանիքի անդամներն են, իմ հարազատներն են։ Մի քիչ կանանք մի փոքր ավելի մեծ գնանք, իմ տոհը մնա։ Մի փոքր գուցե ավելի մեծացնենք, ասեմ իմ ազգն է, բայց մնացածը արդեն մերձավոր չեն։ Հիշում եք հետո Հիսուս ինչ առակ է պատմում։ Սամարացու առակն է պատմում, որպեսզի այս հարցի պատասխանը տա։ Երբ որ Սամարացու առակը պատմում ու վերջացնում է, Հիսուս հարց է տալի 36 համարը։ Քո կարծիքով այս երեքից ո՞րն է մերձավորը։ Ավազակների ձեռքը ընկած մարդու համար։ Ավազակի ձեռքը ընկած մարդը փարիսեցի էր։ Մնացածը բոլոր փարիսեցի եմ ասում։ Մի մարդ էր, հրյա էր։ Հիմա տեսեք 37 համարը։ Նա ով ողորմեց նրան։ Ով ողորմեց նրան, Սամարացի մեկ, ով որ հրյաների համար թշնամի էր։ Ու Հիսուս պատասխանում ասում է, սա է մերձավորը, այսինքն այստեղ խնդիրը թշնամությունը կամ մնացած այս ամեն ինչի չի, քո շրջապատն է քո մերձավորը, որոնց նկատմամբ դու պետք է ողորմած գտնվես։ Այստեղ խոսքը չի գնում ընդհանրապես պետության, թշնամության մասին։ Սա խոսում է մեր անհատական թշնամիների։ Մենք մեր շրջանակում մեզ համար որոշակի թշնամիներ ենք սարքում, հակառակորդներ ենք սարքում։ Ուստի Հիսուսն ասում է, որ այդ հակառակորդին պետք է սիրես։ Փարիսեցիների համար սա անհասկանալի էր։ Այն խորությունը, այն բացատրությունը, ինչ որ Հիսուս տալիս է, չի համապատասխանում իրենց տրամաբանությանը, իրենց աշխարհ հայացին։ Դրա համար 44 համարը մեկնաբանում է։ Ասում է, բայց ես ասում եմ ձեզ նորից, սիրեք ձեր թշնամիներին։ Ինչի որտեվ իրանց համար շատ հստակ առանձնացրել էին։
Լավ, մերձավորը գոնե այն է, որ իմ թշնամին չի։ Հիսուսն ասում է, չէ։ Այդ էլ պետքա կոտրեմ, դրանից էլ պետքա դուրս գաք։ Սիրեք նրանց, ովքեր որ ում համար, որ դուք համարում եք, որ նա ձեզ համար թշնամի է։ Օրհնեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթեք ձեր չարչարողների ու հալածողների համար։ Սա լիովին տարբերվում այն մոտեցումով, ինչ որ ունեին փարիսեցիներն ու դպիրները։ Լիովին տարբերվում էր այն հուդայական ուսուցմանը, որ փարիսեցիները առաջ էին բերում, ցույց տալով, որ տեսեք մենք ինչքան սուրբ ենք։ Ու խոսքը գնում է շատ հստակ անձնական թշնամիներ ունենալու, որտեվ նորից ես հիմա չեմ ուզում խոսեմ, չգիտեմ, թշնամի երկրների մասին, Ադրբեջան, Թուրքիա, սրա մասին չի խոսքը գնում։ Քո առօրյայում, քո շրջապատում վստահ եմ մարդիկ կան, ովքեր որ ձեր նկատմամբ վատ են վարվել, վատ են վարվում, մինչև հիմա նման ձևով են վարվում։ Բայց ուշադրություն դարձեք, այդ մարդկանց վարքը, այդ մարդկանց խոսքը ձեր ով լինելու վրա պիտի չազդի։ Գիտեք ինչի՞, որտեվ դուք Աստծո զավակներն եք։ Ու դրա համար շարունակության մեջ պատճառն ասում է Հիսուս ինչի պետք է տենց վարվեք։ Որն է պատճառը, որ դուք տենց պետքա վարվեք։ 45 համարը, որպեսի որդիներ լինեք ձեր ում հոր։ Հակառակ դեպքում նորից մենք ցույց ենք տալու, թե մենք ում ենք հետևում, ով է մեր հայրը, ինչ կա մեր մեջ, հասկանում եք։ Հիսուսին ճզմեցին, սիրուց առավել ուրիշ բան դուրս չեկավ։ Ստեփանոսին քարկոծեցին, նորից աղոթքից ուրիշ բան չտեսան։ Պողոսին, մնացած առաքյալներին նայեք, ես ինչի եմ առաքյալներին շեշտում, որ հանկարծ դե չասեք, դե Հիսուսն է, մենք չենք կարա իր նման լինենք, չենք կարա իրան նման վարվենք։ Համաձայն եմ։ Նա կատարյալ օրինակ էր, որին որ պետքա ձգտենք։ Բայց այնուամենայնիվ չանելը արդարացում չի։ Չանելը, անիծելը, չարախոսելը, վատ ձևով վարվելը արդարացում չի, որ դե մենք մեղավոր ենք, ինչ անենք։ Ինչ օրինակ է բերում կամ կիրառական օրինակ է բերում 46-47 համարները, որովհետև եթե ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձք ունեք։ Հեշտ է սիրելը, ստեղ հեշտ է բոլորս մեկս մյուսին սիրում ենք, քույր ու եղբայր ենք անվանում, ժպտում ենք։ Արդյոք հեշտ է սիրել այն մեկին, այն հարևանիդ, որը որ գիշերները քեզ չի թողում քնես, որը որ խնդիր է առաջացնում, բամբասում է, չարախոսում է քո մասին, որը որ քո չարն է փնտրում, հասկանում եք, այս մարդուն սիրելը արդեն դժվար է։ Սրանով է, որ պետք է տարբերվեք, ասում, որովհետև եթե ձեր հարևաններին, ձեր հարազատներին, ձեր սիրելիներն եք սիրում, ինչով եք տարբերվում, ինչ վարձք ունեք։ Չէ որ մաքսավորներն էլ նույնն են անում, հիմա շարություն դարձրեք։ Այս խոսքը ում է ուղղում, փարիսեցիներին ու դպիրներին, փարիսեցիների դպիրների համար մաքսավորներն ովքեր էին։ Մեղավոր էին, թշնամի էին իրենց ազգի դավաճաններն էին։ Եվ հիմա ասում է, եթե դուք տենց եք վարվում, իրանցից չեք տարբերվում, որևիցե բանով չեք տարբերվում։ Նույնն եք անում։ Եթե ողջունում եք միայն ձեր եղբայրներին, ինչ ավելի բան արած կլինեք։ Մի քանի օր առաջ, հիմա էլի չեմ ասում, մարդիկ կան, որոնք որ ճիշտ չեն վարվում, հենց կոնկրետ իմ նկատմամբ։ Ու պահ կար, ոնց որ որոշ առումով ոնց որ դառնություն է մոտդ լինում, հետո աղոթում ես, ասում ես Տեր, ազատի չեմ ուզում այս ամեն ինչի միջով քայլեմ, չեմ ուզում նման ձևով վարվեմ։ Ու երբ որ էլի պահ եկա, ոնց որ սենց բարևելու, իրանք երբեք չեն բարևում, միշտ առաջինը ես եմ բարևում։ Նորից սենց միտքը առաջ գալի, ասում եմ, լավ, հիմա պիտի ինչ չբարևեմ։ Եթե չբարևեցի, ում եմ նման լինելու, իրենց եմ նման լինելու։ Չէ, հակառակը, բարևելու եմ ցույց տամ, որ անգամ նույնիսկ իմանալով ես այս ամեն վիճակով անցնում եմ, բարևելու եմ։ Բարևելու եմ, որպեսզի բարով հաղթեմ ինչը, չարը։ Սա այն սկզբունքն է, որը որ Պողոս առաքյալը մեզ շատ հստակ ցույց տվեց, որ մենք չարով չարին չենք հաղթելու, հասկանում եք։ Զենքով չենք գնալու, հաղթենք, ասենք, տեսեք, բարին հաղթեց։ Չէ, ժողովուրդ, դա տենց չի աշխատում։ Բարով կկարողանանք չարը հաղթել։ Դրա համար շարունակության մեջ ասում է, չէ որ հեթանոսներն էլ նույնն են անում։ Հեթանոսներն էլ իրանց համար շների պես մի բան էին, այսինքն այնպիսի պիղծ ժողովուրդ են, որ իրանք կապ չունեն, ուշադրություն դարձեք։ Հիսուսն ասում է, եթե սենց եք վարվում, դուք փարիսեցիներ, որ ձեզ սուրբ ու անարատ եք կարծում, չեք տարբերվում այն փարիսեցիներից։
Եթե մենք էլ նման ձևով ենք վարվում, չարին չարով ենք պատասխանում, մենք չենք տարբերվում այն բոլոր մեր հասկացողությամբ աշխարհիկ մարդկանցից։ Դրա համար է Հիսուսն ասում, ինչպես կհասկանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սեր ունենաք իրար նկատմամբ, եթե սեր ունենաք ձեր շրջապատի նկատմամբ, հակառակ դեպքում որևիցե բանով չեք տարբերվում։ Մերձավորի նկատմամբ 5 տականում շատ հստակ էր տրված այն սկզբունքները, ու սա կատարելությունն էր էթիկայի կանոնների։ Բայց այն ինչ որ Հիսուս մեկնաբանեց, այն ինչ որ տվեց, ապշեցուցիչ էր ուղակի փարիսեցիների ու դպիրների ու նույնիսկ այդտեղ լսող ժողովուրդների համար։ Դա առավել էր, քան նույնիսկ նրանք կարային պատկերացնեն։ Ու նորից մենք ում կարիքն ունենք, որպեսզի Եզևի դառնանք։ Աստծո կարիքն ունենք։ Աստծո կարիքն ունենք, ու երբ որ խոսքը գնում է ընդհանրապես թշնամու նկատմամբ սիրո, խոսքը մենակ չի գնում էմոցիաները, գիտեք, էմոցիոնալ առումով հեշտ է ասել։ Ես սիրում եմ իմ թշնամիներին։ Երբ որ խոսքը գնում է այստեղ սիրելուն, գործնական սիրո մասին է ասում։ Գործնական սիրո մասին է ասում։ Որ գործնականում այդ ամեն ինչը պետքա ցույց տաս, ու 5 տականում նման օրինակներ շատ կար։ Ասում են, եթե թշնամուտ էշին կամ կենթանուն տեսել ես, ընկած է ջրհորի մեջ։ Չի ասում թողը տեղ, հակառակ ասում է ինչ արա, բարձացրա։ Ասում է, եթե թշնամի ծարավ է, նորից 5 տականն է սովորեցնում։ Ինչ արա, ջուր տուր, սոված է, կերակրի նրան։ Այսինքն սա նորություն չէր։ 5 տականի Աստված ու նոր կտականի Աստված նույնն է, օրենքը նույնն է, ուղղակի մարդիկ ինչ էին արել, ծռել էին, շտկել էին, հարմարացրել էին իրենց հագուստին, իրենց տրամաբանությանը, մենք ենք շատ դեպքերում տենց անում։ Այն ինչ որ մեզ ձեռ է տալի, մենք դա ընդունում ենք։ Այն ինչ որ մեզ ձեռ չի տալիս, մենք փորձում ենք ծռել, այլ ձևով մեկնաբանել։ Կարանք տարբեր գեղեցիկ փաթեթավորենք այն։ Գիտեք, այս ամեն ինչը ամփոփում է Հիսուս Քրիստոս հետևյալ խոսքերով։ Մատթեոս 5:48 Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Այո, այդ օրենքները մենք ունենք կատարյալ Աստծուց, եւ կատարյալ Աստծուց անկատար օրենքներ չենք կարող ունենանք։ Սա վերին են շեմն է, վերին ստանդարտն է, որին որ բոլորս ինչ պետք է անենք, պետք է ձգտենք։ Այո, իրականությունն այն է, որ մենք երբեք դրան չենք հասնելու, բայց պետք է ձգտենք։ Պետք է ամեն ջանք թափենք, որպեսզի նման լինենք մեր երկնավոր Հորը, ով որ մեզ կանչեց, որպեսզի մենք մեր ամեն վարքով, մեր ամեն քայլով, մեր ամեն խոսքով նման լինենք ում մեր երկնավոր Հորը, որտեղ բոլոր պատվերները, բոլոր օրենքները, բոլոր սկզբունքները, ինչ որ մենք կարդում ենք Աստվածաշնչում, ցույց են տալիս մեր Տեր Աստծո ով լինելու։ Եվ բնականաբար, եթե ուզում ենք Աստծուն նմանվենք, եկեք քայլենք այնպես, ինչպես որ Տերն ինքն է կամենում։ Սա է այն, ինչ որ Տերը մեզ հստակ փոխանցում է ու որի մեջ որ մենք պետք է քայլենք։ Գնայեք, որ մի փոքր երկարացրեցի, բայց ուզում եմ ավարտին հասցնենք ու մյուս հանդիպանը կշարունակենք։ Աղոթող ելնենք, որպեսզի իրապես Տիրոջը ցանկություններին եւ Տիրոջը պատվերներին համահունչ քայլենք։ Ինչքան էլ որ դժվար է, ինչքան էլ որ մեղքն է, ինչքան էլ որ մթության մեջ ենք, մենք իրապես լույս ունենք այս շրջապատում։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս քո խոսքի համար, որտեղ քո խոսքը կատարելություն է եւ փոփոխության չի ենթարկվում, Տեր։ Քո սկզբունքները հստակ ցույց են տալիս քո ով լինելը, եւ այո, ուզում ենք հետևել քո ասած խոսքերին, ուզում ենք, որ մեր այոն այո լինի եւ ոչը ոչ լինի, Տեր։ Ուզում ենք, որ անձնական վրեժխնդրությամբ չվարվենք, Տեր, նույնիսկ մեր արդարությունը մի կողմ դրած փնտրենք քո արդարությունը, Տեր։ Ամեն իրավիճակներում սերդ փոխանցենք, Հայր, որտեվ դու սեր ու ողորմություն ցույց տվեցիր մեր նկատմամբ, Տեր։ Օգնի, որ սիրենք այո մեր թշնամիներին։ Աղոթենք մեզ անիծողների համար, որպեսզի քո որդիներ լինենք, Տեր։ Մեր խոսքով, մեր քայլով, մեր գործերով, մեր տրամաբանությամբ, մեր մտածելակերպով։ Եվ դա է գիտենք, որ քեզ հաճելին, Տեր։ Մեզ ուժ ու կարողություն տուր, որ որպես քո հարսը, քո եկեղեցին,
իրապես խոստովանենք մեր մեղքերը, գանք քո առաջ Տեր Հիսուս եւ ներում խնդրելով առնենք այն զորությունը, այն փրկությունը, որով որ դու շնորհեցիր։ Եվ այն ողորմությունը, ինչ որ քեզանից առել ենք, այդ նույն ողորմությունը նաեւ ցուցաբերենք այն անարժաններին, որոնք որ մեր կողքն են, Տեր, որպեսզի նորից վարվենք այնպես, ինչպես որ դու վարվեցիր, Տեր Հիսուս։ Ու ամեն ինչի մեջ միմեին դու փառավորվես։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին հավիտյանս հավիտենից։ Ամեն։